Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Մեզ բոլորիս մեծ ավետիս Սիրելիներ ուրախ է մեր հոգին Մեր Տերը այսօր հարություն առավ Մեր Տերը հարնող Աստված է Մեր Տերը մահվան Աստված չէ Մենք ժամը 5-ին այսօր երեկոյան երբ որ կարդում էինք այսօրվա Սուրբ գրքից հատված Առաջի ընթերցվածքը ծննդոցից էր Աստվածաշնչի առաջին գրքից ուր Աստված նկարագրում է թե ինչպես առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, 6 օրում ստեղծեց աշխարհը եւ 7-րդ օրը հանգստացավ Եվ երբ որ Աստված ստեղծում էր ամեն բան, հող էր ստեղծում, օրհնում էր, լույս էր ստեղծում, օրհնում էր, ծառ էր ստեղծում, օրհնում էր, ամեն բան ստեղծող Աստված, ամեն բան հատիկ, երբ որ ստեղծեց, վերջում ասաց շատ մի կարևոր մի բառ, բարի է, մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ եւ ասեց բարի է, ջուրը ստեղծեց, ասեց բարի է եւ ամեն բան երևացող, չերևացող Աստծո ստեղծագործություններն ենք ամենքս եւ որը բարի է, որովհետեւ մեր Տերը հարյավ իմերելոց այսօրվա մեր Սուրբ Ավետարանի ընթերցվածքը կարդամ, որտեղ շաբաթ օրվա երեկոյան, այսինքն այսօր Երբ կրկիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու, և ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով մոտեցավ, դռնից վեր մի կողմ գլորեց և նստեց նրա վրա, նրա ոտքերը փայլակի նման էր, և նրա զգեստները սպիտակ, ինչպես ձյունը, Նրա ահավասիկ պահապանները խռովեցին և մեռելներին որպես եղան և հրեշտակը խոսեց ու կանանց ասեց. Դուք մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց, այստեղ չէ, քանի որ հարություն առավ, ինչպես ասել էր, եկեք տեսեք այն տեղը, ուր պառկած էր, և իսկույն գնացին, ասացին աշակերտներին, թե հարություն առավ, և ահա նա ձեզանից առաջ գտնվում էր Գալիլյա, այնտեղ նրան պիտի տեսնեք։ Ահա, ասացի ձեզ, և իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով վազեցին աշակերտներին, պատմեցին իրենց տեսածը և լսածը։ Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ և ասեց. Ողջույն ձեզ, և նրանք մոտեցան նրան, ոտքերին փարվեցին, երկրպագեցին նրան։ Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. Մի վախեցեք, գնացեք, ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլյա և այնտեղ նրանց պիտի տեսնեմ։ Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան և քահանայապետներին պատմեցին այս ամենը, ինչ որ պատահել էր, և նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին և ասացին. կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք և այդ գործողությունը կատարվեց։ Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք։ Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց հանձնարարված էր։ Եվ այս զրույցը տարածվում է Հրեաստանի մեջ մինչև այսօր։
Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեային լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամանել էր։ Երբ նրանք տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց եւ ասաց. Ինձ է տրված ամեն իշխանությունը երկնքի եւ երկրի վրա, ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում, գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ ուսուցեք նրանց պահել այն բոլոր պատվիրանները, ինչ որ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ մինչև բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Սիրելիներ, մեր Աստվածը հարություն առավ, որպեսզի ցույց տա ամեն մեկիս, որ մահը իշխանություն չունի եւ չի կարող ունենալ ոչ մեկի վրա։ Քիչ առաջ ես ասեցի, ինչ ընթերցեցինք այսօր մինչև պատարագը։ Եվ 6 օրում Աստված, երբ որ ստեղծում էր աշխարհը, ամեն ինչ բարի էր։ Մի բան մենք չենք տեսնում այդ հատվածի մեջ, երբ որ Աստված ստեղծում է աշխարհը, Աստված չի ստեղծում մահը։ Մահը Աստված չի ստեղծել։ Մահը ընդամենը մարդու սխալ մեղքի սխալի արդյունքն է։ Եվ ահա այդ մահը, որ Ադամով եւ Եվայով մտավ աշխարհ, որ Աստված չէր ստեղծել, այդ մահը Աստված վերացրեց։ Հիմա շատերը կասեն, բա ինչու են մարդիկ մահանում։ Մահը ընդամենը սկիզբ է հավերժական կյանքի։ Քրիստոնյա մարդիկ չեն մահանում, որովհետև Քրիստոս հարություն առավ, ինչպես Պողոս առաքյալն է ասում իր նամակների մեջ։ Եթե միայն այս կյանքի համար ենք վստահություն ունենում Աստծու նկատմամբ, ամենախղճալի մարդիկ ենք մենք, ասում է Պողոս առաքյալը, որովհետև այս կյանքի հետ են կապում մեր ամեն ինչը, ոչ եւ երիցս ոչ, որովհետև Քրիստոս եկավ եւ ասելու այս կյանքը ընդամենը քո համար ինչ է, դպրոց, այս կյանքը մեզ համար A կետից B կետը կարճ ժամանակահատված է, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, մարդու կյանքը 3 օր է, ծնունդ, ապրել եւ մահ, 3 օր, բայց մենք ասում ենք ոչ թե մահ, մենք ասում ենք ննջում, որովհետև Քրիստոս չէր կարող մահանալ, որպես մարդ մահացավ, որպես Ադամի այդ մեղքի շարունակող, որպես Աստված հարություն առավ։ Հիմա Քրիստոս հարություն առավ, որ մենք մեր մեղքերից հարություն առնենք։ Քրիստոս հարություն առավ, որ մենք դադարենք հպարտ լինելուց։ Քրիստոս հարություն առավ, որ մենք սիրենք մեկս մյուսի եւ այդ հարության հույսով ապրենք, միայն հույս տերես չդնենք այս կյանքի ճղճիմ բաների վրա։ Ժամանակավորը Քրիստոս եկավ եւ դարձրեց անժամանակ եւ հավիտենական։ Այսինքն մահը ընդամենը անցում է տեսանելի կյանքից դեպի հավերժական կյանք, նյութական կյանքից դեպի հոգևոր կյանք, սուտ բաներից դեպի հավերժություն։ Եվ այս ամենը կարելի է անվերջ շարունակել, թե ինչու Քրիստոս հարություն առավ բոլորիս համար։ Քրիստոս հարություն առավ, որովհետև Քրիստոս իր հարությամբ ցույց տվեց, որ գերեզմանով այդ ծանր քարի տակ չի վերջանում, սահմանափակվում եւ ավարտվում կյանքը։ Քրիստոս գալու է բոլոր ննջեցյալներին սկսած Ադամից հարություն է տալու, ինչպես մեր փաստաթղթի մեջ քիչ առաջ մենք սա սահմանադրություն է, հավատամքի տեքստը, երբ որ կարդում ենք, դա քրիստոնյաների սահմանադրությունն է։ Այնտեղ նշված է Աստված գալու է երկրորդ անգամ հարություն է տալու եւ դատելու կենդանիներին եւ մեռյալներին։
մենք հառնելու ենք անգամ 1000 տարվա մահացածները հարություն են առնելու և կանգնելու են Աստծո առջև։ Շատերը կան մինչև այսօր այն ժամանակ ևս վաղն են լինելու, որ կասկածելու են Քրիստոսի հարության կարևոր բարդապետության նկատմամբ։ Թերահավատությամբ են լցվելու, ինչպես որ Թովմասը թերահավատ գտնվեց, տեսավ Քրիստոսին, որ հարություն է առել, ասեց մինչև գամի տեղերը մատս չմտցնեմ, մինչև քեզ չշոշափեմ, չեմ իմանա, որ դու հարություն ես առել և վաստակեց մի մականուն թերահավատ։ Եվ ասեց Թովմաս, թերահավատ մի եղիր, ոչնչից Աստված ստեղծեց աշխարհը, այդ հզոր Աստված հողից մարդուն նորից վերականգնելու է և հառնելու և տեղ է ունենալու կենդանություն, հարություն բոլոր ննջեցյալների համար։ Մարդը բնությունից, կենդանական աշխարհից, խոտից, ծաղկից շատ ավելի վեր է, քան մենք պատկերացնում ենք։ Խոտը, հողը, փոշին, նյութականը ամեն բան վերանում է, բայց մարդը դրանցից վեր է, հառնող էհակ է, բոլորս պիտի հառնենք, կանգնենք Քրիստոսի քաղցր կամ անաչառ դատաստանի առջև, այսօր դրա մասին պիտի մտածենք։ Հիմա մենք եկել ենք լույս տանելու մեր տները, լավ ենք անում, բայց միայն այսօր չպիտի գանք Քրիստոս հարություն առավ, որ մենք այսօր միայն չգանք լույս տանենք և կորենք, էլ չենք գալիս, վերջացավ, լույսը տարանք տուն, ամեն ինչ արեցինք, վերջացավ, սա է։ Քրիստոս հարություն առավ, որ մենք չգանք օրհնած ջուրը վերցնենք և ամբողջ տարին չգանք եկեղեցի և հաղորդակից չլինենք Աստծո հրաշքի հետ։ Կամ մի անգամ հաղորդվեցինք, դա բավական է մեզ ամբողջ տարվա համար, ոչ։ Քրիստոս հարություն առավ, որ պարբերաբար մենք աշխատենք մեզ վրա, մեր հոգու աշխատանքի վրա, մեր հայացքը ոչ թե դիմացինի վրա ավելի շատ լինի, այլ մեզ, մեր հոգուների վրա լինի։ Կտրվենք աշխարհից, ներս ուզվենք մեր ներաշխարհ, տեսնենք այնտեղ ինչ կա, ինչ չկա, ինչ պիտի լիներ, ինչ կա և ինչից պիտի ձերբազատվենք։ Այսինքն, թե մենք այսօր հառնող ազգ պիտի դառնանք, մեկս մյուսի նկատմամբ, սիրելու մեկս մյուսին, հարգելու մեկս մյուսին։ Դրա համար Քրիստոս իր հարությամբ նշանակություն, կարևորություն, իմաստ պիտի լինի մեր բոլորի համար։ Ուստի սիրելի հավատացյալներ, ուրախ լինենք հոգով, սրտով, հույսով, որ Քրիստոսի հրաշափառ հարությունը վերականգնում պիտի լինի անհատապես ամեն մեկիս համար այսօր և ընդհանրական առումով բոլորիս համար հավաքական իմաստով։ Նշանակություն պիտի ունենա այս տոները, երբ որ մենք կանգնում ենք Աստծո տաճարի մեջ մասնակից լինելու արարողությանը։ Երբեմն լսում ենք մարդը ասում է գնացի պատարագ լսելու։ Պատարագ չեն գալիս լսելու համար։ Պատարագ գալիս են, պատարագին պետք է մասնակից լինեն։ Եթե դու գալիս ես լսելու համար, դու համարվում ես թերի մասնակից, պիտի մասնակցությունը բերենք։ Պիտի գանք եկեղեցի, պիտի մոտենանք քահանային օրհնություն ստանանք, պիտի գանք եկեղեցի աղոթող լինենք, աղոթենք, և այդպիսով է, որ Քրիստոսի հարությունը պիտի վերականգնվի մեր մեջ այն հույսը, որ իրապես մեր Տեր Հիսուս Քրիստոս հարյավ իմեռելոց, Քրիստոս հարյավ իմեռելոց, Քրիստոս հարյավ իմեռելոց, Քրիստոս հարյավ իմեռելոց, մեզ բոլորից մեծ ավետ։ Ամեն։